անմիջապես էլ անցավ տարվա ամենահաճելի վիճակագրությանը։ Գյումրի քաղաքում շահագործման է հանձնվել 1056 բնակարան։ Աղետի գոտու բնակարանաշինական ծրագրերը շարունակվում են, եկող տարի Գյումրիում 1756 բնակարան շահագործման կհանձնվի։ Սպիտակում, Լոռու եւ Շիրակի գյուղերում կսկսվի 1200 բնակարանների շինարարությունը։ Որակի հետ կապված խնդիրներ չկան, չեն լինի, հայտարարեց նախարարը։ Հիմնականում մենք շեշտը դրել ենք սեյսմակայուն շինարարության վրա, որ այդ նորմերին համապատասխանի 15 օրը մեկ պարտադիր ինձ մոտ քննարկումներ են լինում։ Ընդհանուր առմամբ հայաստանյան նորակառույցների որակի վերաբերյալ հնչող վերապահումներին չի հավատում ճարտարապետ Լևոն Իգիթյանը, հատկապես երբ խոսքը սեյսմակայունության մասին է, նա կցանկանար հաշվարկներ տեսնել։ Ահավոր սեյսմակայուն են այդ նոր շենքերը, շատ ավելի քան միջև այդ կառուցած շենքերը, որովհետև այդ շենքի շինարարության ժամանակ օգտագործված բետոնի որակը մենք Երևանում չէինք տեսել միջև հիմա։ Ճարտարապետը պարբերաբար մասնակցում է նախարարի մոտ հրավիրվող քաղաքաշինական խորհրդի նիստերին։ Ոլորտի խնդիրները նա համարում է խիստ բնական, ավելի կոնկրետ համահունչ Հայաստանի այսօրվա իրողություններին։ Ճարտարապետությունը եւ քաղաքաշինությունը իրականության ճիշտ պատկերն է։ Քաղաքաշինական խնդիրներից ինքնակամ շինությունների դեմ նախարարությունը 2011 թվականից կփորձի պայքարել նոր նախագծերով, ճիշտ է դրանք դեռևս չեն ընդունվել։ Մենք խստացնելու ենք համայնքի ղեկավարի պատասխանատվությունը։ Նախարար Վարդանյանը հույս ունի, որ Երևանի վարչական շրջանների ղեկավարների պատասխանատվությունը կմեծանա, եթե ինքնակամ կառույցների հարցում խախտումները ոչ թե տուգանք, այլ քրեական պատասխանատվություն ենթադրեն։ Համոզված եմ, որ դա բավականին լուրջ արդյունք կտա։ Այս տարի տեսչությունը մոտ 54 միլիոնի տուգանք է նշանակել։ 8 համայնքի ղեկավարներ տուգանվել են 50-ից 200,000 դրամով։ Նախարարն ասաց, որ տեսչությունն էլ վերանայել է իր աշխատանքը։ 2011-ին կփորձեն էլի վերանայել, ավելի խիստ լինել։ Նախարարն անդրադարձավ նաև ֆինանսների նախարարության ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումներին։ Քաղաքաշինության նախարարությունում 1 միլիարդ դրամի ուռճացված գումար էր հայտնաբերվել։ Այնց լուրջ խախտումներ չի եղել, հիմնականում գնումների գործակալության հետ կապված խնդիրներ կար։ Նախարարությունում թերությունները վերացրել են, հետևություններ են արել։ 2011 թվականին նման բան չլինի։ Նախարար Վարդան Վարդանյանը տարեվերջյան ասուլիսին ասաց, որ ձմեռպապից ոչինչ չի սպասում, քանի որ ձմեռպապը հենց ինքն է։ Իհարկե ոչ թե համայն հայության, այլ իր 4 թորնիկների համար։ Սուսան Բադալյան, Ռոմիկ Խաչատրյան, Հայլուր։ Հավանի Աճարյան թաղամասից մինչև Աբովյանի Պուրակ օրվա կարգավորի ջրամբարի նոր Թուջե ջրատարի շինարարության ավարտից հետո այսօր Կաթնախբյուրից եւ Գառնիից հոսող խմելու ջրագծերը միացվել են Կենտրոն Էրեբունի եւ Շենգավիթ համայնքների ջրամատակարարման համակարգերին։ Դա նշանակում է, որ առաջին հերթին ապահովվելու է Կենտրոն համայնքի ջրամատակարարման հուսալիությունը, նաեւ Գառնիի ջրատարի ջուրը ուղղվելու է Շենգավիթ եւ Էրեբունի համայնքներ, նվազեցնելով Արարատյան պոմպակայանից այս համայնքներ ուղղվող ջրի քանակությունը։ Ըստ մասնագետների նոր ցանցի շահագործմամբ ինքնահոս մատակարարվող ջրի քանակությունը Երևանում հասցվում է 70%-ի նախշին 60-ի փոխարեն, ինչը նշանակում է թանկ հոսանքով աշխատող պոմպակայանների աշխատանքի նվազեցում։ Շինարարության համար 433 միլիոն դրամ է տրամադրել Համաշխարհային բանկը, ընդհանուր ծրագրի արժեքը 643 միլիոն դրամ է։ Նոր տարվա նախաշեմին սպառողներին գնային անակնկալներ չեն սպասվում։ Սպառողների միության նախագահը որոշ խանութներում զբոսնելիս նույնիսկ նկատել է գների նվազում։ Նրա հաշվարկներով համեստ հայ ընտանիքի վրա ամանորը կարժենա մոտ 180,000 դրամ։ Սպառողների միության նախագահին ցանցային խանութների տերերը համոզել են, գների բարձրացում չկա, կա իջեցում։ Մենք չունենք փաստացի թվեր, որպեսզի ձեզ ներկայացնենք։ Իր աչքով պարոն Պողոսյանը տեսել է միայն ձվի թանկացումը, տեսականորեն գիտի, որ այլ ապրանքներ են թանկացել, ասում է երկար է պայքարել, որ նոր տարվա շեմին նոր թանկացումներ չլինեն։ Ամանորյա գնումներով մարդիկ զբաղվում են արդեն այս օրերին, խանութներ են մտնում որպես գնորդներ, դուրս են գալիս որպես վիճակագիրներ։ Մի կիլո նորը արժի 1200 դրամ, կարալյոկը նույն այդ գնին է, իսկ շատ թանկ է էլի։ Մսամթերքի, կաթնամթերքի մրգերին խոսք չկա, բացարձակ թանկություն է տիրում։ Արմեն Պողոսյանը գնորդներին խորհուրդ է տալիս փողոցային կրպակներից գնումներ չանել, այնտեղ համատարած թանկություն է։ Նա կատարել է համեստ հաշվարկներ, պարզելու թե ինչքան գումար է պետք նոր տարին դիմավորելու համար։ Նոր տարի անցկացնելու համար մինչև $500 համարժեք, դա համեստ ընտանիքների մասին է խոսքը։ Սպառողների միության նախագահը նույնպես նոր տարվան պատրաստվում է իմանալով, որ հնդկահավն էժանացել է 200 դրամ։ Սպառողների համար նա ուներ եւս մեկ լավ լուր։
Հանրապետության տարածքում ոչ մի սպառող այլևս չի գտնի առանց մակնշման 1 ձու։ Մայր Աշակյանակոբ Թումանյան, Հայլուր։ Դու կարող ես փոխել աշխարհը, եթե լինես իսկական առաջնորդ։ 40 երիտասարդ այսօր ստացել է երիտասարդ առաջնորդների դպրոցի ավարտական վկայագիր։ Երիտասարդ առաջնորդների դպրոցը ստեղծվել է 5 տարի առաջ եւ գործում է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն ՊՕԱԿ-ի կազմում։ 5 տարվա ընթացքում կազմակերպվել է 15 ընդունելություն, դիմաց 3380 երիտասարդից դպրոց ընդունվել է 562-ը։ Մինչև այսօր անցկացվել է 1200 դասախոսություն, դպրոցի ուսանողներից 191-ը ներգրավված է սեփական նախաձեռնության 27 նախագծում։ Տարին նոր մեկնարկով է եզրափակում օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը։ Երկար սպասումից հետո և մեծ ջանքերի գնով բեմահարթակ կբարձրանա Ջուզեպպե Վերդիի Այդան։ Պրեմիերան վաղն է, ժամն անփոփոխ։ Օպերայում շատ բարձր նշաձող են վերցրել, քանի որ համաշխարհային ամենաառաջատար օպերային թատրոններն են համարձակվում բեմադրել Այդա։ Դերերը վստահվում են ամենաբարձրակարգ օպերային երգիչներին։ Այդայով նոր էջ է բացվում մեր օպերային թատրոնի համար, պրեմիերայից հետո հունվարից այն մշտապես լինելու է օպերայի թատրոնի խաղացանկում։ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմ Աիդան բարձրացավ 1.5 տարում ու վստահ քայլերով։ Թատրոնի ու նաև հրավիրված մեներքիչները, 300 դերակատարները, նվագախումբը, մշակույթի նախարարությունը, մեր երկրում Իտալիայի դեսպանությունը կազմեցին մի մեծ թիմ, որը 20 տարվա ընդմիջումից հետո թատրոնի խաղացանք վերադարձրեց Վերդիի գլուխգործոցը։ Ռեժիսորին էլ հրավիրեցին կոմպոզիտորի հայրենիքից։ Մարիո Կորադին աշխարհի նշանավոր օպերային թատրոններում 50-ից ավելի բեմադրություն է արել, այդ թվում մի քանի Աիդաներ։ Մենք հասանք մի ճանապարհորդության ավարտին, որը սկսվել էր 1.5 տարի առաջ։ Այդան բեմադրել իրենց կարող են թույլ տալ միայն աշխարհի ամենամեծ օպերային թատրոնները։ Այս Այդան Հայաստանի օպերային թատրոնը դնում է նոր հարթության վրա։ Հինգշաբթի երեկոյան օպերայի պրեմիերային Աիդայի դերերքով հանդես կգա նշանավոր սոպրանո Հասմիկ Պապյանը։ Երգչուհին ու ռեժիսորն առաջին անգամ չէ, որ համագործակցում են։ 9 տարի առաջ Մարսելում Կորադիի բեմադրած Աիդայում գլխավոր հերոսուհու դերում հենց Պապյանն էր։ Առաջնախաղից հետո իրենց հերթին կսպասեն եւս 4 Աիդաներ, ռեժիսորի գնահատմամբ բոլորն էլ հավասարազոր։ Չեմ պատկերացնում, որ կա որևէ այլ թատրոն, որն այդքան Աիդա ունենա։ Մենք բոլորի հետ փորձեր ենք արել, անչափ դժվար էր որոշել, թե Հասմիկ Պապյանից հետո ով հանդես գա, քանի որ բոլորն էլ բարձր մակարդակի երգչուհիներ են։ Պրեմիերային Ռադամեսի դերում հանդես կգա վրացի տենոր Մյունխենի օպերային թատրոնի մեներքիչ Գեորգի Օնիանին։ Ստեղծագործական կազմում մեկ այլ հրավիրյալ էլ կա՝ լուսային ռեժիսոր իտալացի Անդրեա Բորելին։ Իտալիայից բերված լուսային նորագույն սարքավորումներով ու էկրանային համակարգով նա բեմի ձևավորմանն ինքնատիպ լուծումներ է տվել։ Հատուկ այս ներկայացման